Նորից ողջույն հայրենակիցներ, այսօր ցանկությունս նորից ձեր հետ շփվելու առաջացավ այն բանից, որ երեք որոշ հարցերի մասին ուղղակի մոռացա ձեզ ծանոթացնելու Ջեֆրի Սաքսի ելույթի պատճառով Եվրոպարլամենտում, սակայն այսօր կցանկանամ լրացնել։ Ժամը 21:15 5 ապրիլի 2025 թվական։ Նախքան այսօրվա իմ զրույցի բուն իմաստին անցնելը, ցանկություն ունեմ ինչ-որ չափով մտովի գնալ դեպի 70-80-ական թվականները 1900 և հիշեցնեմ, թե ինչպիսի ազգ էինք, ինչպիսի մշակույթ ունեինք, ինչպիսի տաղանդներ, տիտաններ կային մեր ազգի մեջ, բոլոր ասպարեզներում, լիներ դա գիտություն, լիներ դա թատրոն, լիներ դա կինոարվեստ, բոլոր ասպարեզներում ունեինք այնպիսի հաջողություններ համաշխարհային մակարդակի, որ նմանակները շատ քիչ ազգերի մեջ գոյություն ունեն։ Եվ օրինակ խոսենք երաժշտությունից։ Նողկանք է առաջանում, երբ ես ընդհանրապես ժամանակակից հայկական երաժշտություն, որպիսին այդպիսին, ոչ ունկնդրում եմ, ոչ էլ ցանկություն ունեմ դրա մասին խոսել, ուղղակի աղբ, թուրքահարաբական մի աղբակույտ, որը դարձել է Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, նույնիսկ Սփյուռքում, վերջերս մեծ արհամարհանքով ու զզվանքով նույնիսկ դիտեցի Ամերիկայում Դոլբի համերգասրահում այդ կազմակերպված, ինչպես կարելի է որակել, անճաշակ ռեստորանային վատ մակարդակի երաժշտություն, որ մի քանի պճնված տիկնիկների միջոցով ցանկանում էին հայկական երաժշտություն որպես ներկայացնել։ Եթե երաժշտությունից խոսենք, անցյալ դարում սկսած Սպենդիարյանից, վերջացրած Արամ Խաչատրյանով, որոնք տիտաններ էին երաժշտության և նրանց մեծությունը գնահատել և ընդունել են ամբողջ աշխարհով մեկ։ Նույնիսկ այնպիսի հանրաճանաչ նկարիչ, ինչպես Սալվադոր Դալին է, նրա մոտ հյուրընկալված ժամանակ Արամ Խաչատրյանը մի միջադեպի մասին պատմեց, որը Դալին հանրաճանաչ էր որպես ոչ չափավոր մտածելակերպի և բնույթի մարդ, թողնելով նրան մի սենյակում հեռանում է և ժամերով չի վերադառնում։ Արամ Խաչատրյանը ստիպված իր փոքր պետքությունը մի սափորի մեջ էր կատարել։ Սակայն վերադառնանք ընդհանուր պատկերին, թե ինչ էր կատարվում երաժշտական ասպարեզում հայ ժողովրդի մեջ։ Օրինակ ծանոթ է այժմյան
հասարակությունը Միքայել Տարիվերդիևի մասին։ Արդյոք գիտի ինչպիսի տիտան էր երաժշտության մեջ եւ ինչպես էին նրան գնահատում։ ՍՍՄ-ում Գառնան 17 ակնթարթը ֆիլմի երաժշտությունը նույնպես Տարիվերդիևի ստեղծագործությունն է։ Ալեքսանդր Հեքիմյանը, որը բազմակողմանի զարգացած մի տաղանդավոր մարդ էր, նրա միայն մի ստեղծագործությունը հանդիպեցինք մեկ-մեկու, որը դարձել էր հիթ ամբողջ ՍՍՄ-ում, կամ արդյոք ծանոթ են այժմյան սերնդի ներկայացուցիչները, սա ոչ միայն հանրաճանաչ երաժշտության տաղանդների մասին է խոսքը, խոսենք հայկական ազգային, իրոք ազգային այնպիսի երաժշտության մասին, որը ոչ թե քրդաթրքական նորից ելևէջներով ինչ-որ հիմար մեղեդիներ են, այլ Հայրիկ Մուրադյան, հիշում եք, լսել եք, հասկանում եք ովքեր են սրանք։ Ժողովրդին ուղղակի ստիպեցին դառնալ միայն հաց մուրացող եւ հաց դատող մի ինչ-որ խառնաշփոթ հասարակություն։ Եվ ամենամեծ թշնամությունը, որ բերել է մեր ազգին, դա ոչ հաջողություն ունեցող մի ստահակ էր, որը լինելով պատկաբլուչնիկ, ռուսերեն հասկացողություն կա, կրնկի տակ, կնոջ կրնկի տակ մի աղբարի մասին, որի հորը եւ մորը մի երկու անգամ տեսել եմ, պատկերացնում եմ, թե ինչպիսի միջավայրում է դա ապրել։ Խոսքս Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է։ Նա ամենամեծ դժբախտությունը, որ բերեց մեր ազգի գլխին, դա մեր արդյունաբերության հիմնովին վերացումն էր, որ վարկյանական փող վաստակելու տխմար ձգտումներով վերացրեցին ամբողջ արդյունաբերությունը եւ որպես մետաղի ջարդում վաճառեցին պարսիկների։ Նույնը եւ բարոյահոգեբանական միջավայրը պղտորեց, աղտոտեց իր սեկտանտներին այստեղ բերելով։ Իմ զրույցներից մեկում մանրամասն խոսել եմ, որ Ժոզեֆ անունով մի ստահակ կար, որը իր անձնակազմի ղեկավարն էր գրասենյակային։ Ամեն շաբաթը մեկ մի նոր սեկտանտ հովապետ էր բերում Հայաստան։ Եվ բարոյական եւ մտավոր աղքատության բերեցին մեր ազգին։ Ի սկզբանե այսպես կոչված անկախ Հայաստանում։ Ինչ վերաբերվում է մեր զինվորական հաջողություններին եւ անհաջողություններին, հաջողությունը դա ՍՍՄ-ում հայրենասեր դաստիարակված հասարակության զարթոնքն էր, որ բերեց ազգային ազատագրական պայքարի եւ մենք վերջապես ազատագրեցինք Արցախը մեր դարավոր թշնամիների ձեռքից, սակայն վերջնակետ չդրվեց։ Դա ոչ թե պետք է լիներ պատերազմական գործողությունների դադարի համաձայնագիր, այլ պետք է լիներ
հաղթության համաձայնագիր, որտեղ պետք է ստիպվեր Ստահակ Ալիև մեծին ստորագրել պարտություն, կապիտուլյացիա եւ անել այն գործողությունները, ինչ որ հիմա Ալիև երկրորդը կատարում է մեր ազգի գլխին։ Պիտի կապիտուլացնեին եւ ստորագրեին, ստիպեին, որ ստորագրվի այն խաղաղության պայմանագիրը, որը ձեռնտու էր մեզ։ Իսկ ինչ է կատարվում հիմա։ Ստիպում են մեզ մոռանալ մեր պատմությունը, ստիպում են մեզ կապիտուլացվել, մոռանալ մեր ամբողջ արհավիրքները, որ հազարամյակներում են մեր գլխին բերել, քոչվոր ստահակ կենթանի արարածները եւ զարմանալի չէ, որովհետեւ հոգեպես, բարոյապես նսեմացրել էր Լևոն Ստահակը մեր ազգին, որը մինչև օրս շարունակվել է։ Եվ ի սկզբանե պետության ղեկավարությունը տվել էին մի անհաջողակ ինչ-որ գրասենյակային աշխատողի։ Նա Մատենադարանում ոչ թե գիտական գործունեություն էր կատարում, այլ ուղղակի գրասենյակային աշխատանք։ Եվ որպես անձնավորություն նա ոչինչ չէր արել ոչ ազգի համար, ոչ էլ նույնիսկ իր ընտանիքի համար։ Ընտանիքի հոգսը տանում էր նրա կնոջ հորեղբայրը, որը հրեական մի քարոզիչ էր։ Եվ այդպիսի ազգից սпасել ինչ որ այսօր մի ընդվզում, դիմակայում անհնարին է, որովհետև փչացրել են, աղտոտել են մեր ազգը, վերացրել են ամեն մի մարդկային ցանկություն ու երազանք մեր մեջ։ Եվ վերջին 7 տարում միայն խոսակցական շոու է Հայաստանում։ Մի խեղաթյուրված սրիկա, որի միայն ժեստիկուլյացիան հերիք է, որպեսզի հոգեբանները նրան միանգամից ախտորոշում տան եւ մեկուսացնեն հասարակությունից։ Եվ դիտելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, պետք է նմանակը, մի այլ նմանակը հանդես գար, ինչպիսին է օրինակ մի անկիրթ տհաս սրիկա անձնավորություն, ինչպիսին Դոգն է։ Ինչի մասին խոսեմ։ Այնպիսի դեմքեր են երևում նույնիսկ մարդկային, որպես մարդ արարածի տեսք, ոչ ոք չունեն։ Սկսած Վավայի վիժվածքից վերջացրած այս վերջերս մեկին հեռացրեցին իրենց ուսապարկերի դաշնությունից, անունը չեմ ցանկանում տալ, Հովիկ Աղազարյան, մի մորթապաշտ տհաս անգրագետ քաղքենի Ստահակ, այլ կերպ չեմ կարող բնորոշել այդ մարդուն։ Կամ Լեննականում ընտրություններին գնացած լրագրողները ցուցադրում են փողոցում մարդկանց մի զարհուրելի տեսարան է առաջ գալիս։ Ինչ որ պառավ օրիորդներ, խելակորուս մարդկային կառուցվածքը կորցրած կանանց, ինչ կարող են անել այդպիսի մարդիկ Հայաստանում։ Հայրենիքի մասին հոգան, արդյունաբերություն կառուցեն, ինչ կարող են անել։ Եվ ովքեր են այսօր Հայաստանում հասարակության այսպես կոչված տիտղոսավոր
անձնավորությունները, որոնց կարելի է նմանակել։ Ում Գրզոյին, Լֆիկին, թե Դոդ Գագոյին։ Ինչ է Սիսակյան, թե Մետաքսյան է կամ Մերգելյան է, Վիկտոր Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ, Օրբելի եղբայրներ, ովքեր են մեր ազգի ներկայացուցիչները։ Խոսեցի երաժշտության մասին, նույնիսկ այդ անունները գիտեմ, 99%-ին հայտնի չէ։ Տարիվերդիև, Տուխմանով, ինչի մասին խոսենք։ Ինչ ասպարեզ կա Հայաստանում, որտեղ ունենք ինչ-որ մի անձնավորություն, չեմ ասում տիտան, միջին կարգի ինչ-որ մի ներկայացուցիչ։ Այդպես էլ պետք է լիներ։ Եվ անգրագետ քոչվոր անասնական ցեղերի ներկայացուցիչները բարակապակցություններ են ստեղծել Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան, Թուրքիա, խոսում են Միջանսկի մասին, ոչ ոք չի խոսում, ինչ Միջանսկ, դեպի ուր, որտեղից դեպի ուր, Նախիջևան, Նախիջևան ումն է, նորից Քոր Լևոն Տեր-Պետրոսյանի սխալները, որ ոչ թե միայն Արցախը պետք է ազատագրվեր և կապիտուլացվեր, նաև Նախիջևանը, որի հնարավորությունը և ուժը մենք ունեինք։ Եվ հիմարացած ազգ, որը 7 տարի միայն խոսակցական շոուով է զբաղված։ Ջեֆրի Սաքսը այն մարդն է, որ վերջին 40 տարվա ընթացքում աշխարհի տերերը որպես խորհրդական են նրան կանչել, աշխարհի տերերը։ Բացատրեց, թե ինչ է կատարվել աշխարհում, որը ամեն օր, ամեն մի իմ ելույթում ներկայացնում եմ ձեզ։ Ամենակարևոր մի հանգամանք, որ Ռուսաստանին չպետք է ագրեսոր համարել։ Դրդել են, որպեսզի նա ինքնապաշտպանության գնա։ Եվ այդ ցանկությունը նույնիսկ այսօրվա Ռուսաստանի ղեկավարը չուներ, որովհետև նա նույնպես, ինչպես Քոր Լևոնը, վերացրել էր 1500 արդյունաբերական ձեռնարկություն Հայաստանում, Պուտինը վերացրել է 75,000 արդյունաբերական ձեռնարկություն։ Մի հասարակ օրինակով ապացուցեմ։ ՍՍՄ-ում օդային, քաղաքացիական օդային ուժը ուներ ՍՍՄ-ում կառուցված 14500 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Մինչև 88-85 թվականը։ Իսկ այժմ ընդամենը 700 թռչող անձնակազմ ունի, որոնցից ոչ մեկը Ռուսաստանում չի կառուցվել։ Հասկանում եք դա ինչ է նշանակում։ Դա նույնպես արդյունք է այն բանի, որ կործանել են այն հզոր կարողությունը և պոտենցիալը, որ կառուցվել էր 70 տարվա ընթացքում, և հզորագույն պետությանը դարձրել էին մուրացկանների երկիր, որի ստարտը տվել էր անողնաշար պատկաբլուշնիկ, կանացի կրնկի տակ տեղավորված մի ստահակ, Ռահիմա Գորբաչովայի, որ անունը փոխելով դարձրել էին Ռաիսա։ Ինչ կարող էր անել այդ հասարակությունը, եթե այժմ վերլուծաբան ամերիկյան
տիտղոսավոր վերլուծաբան տնտեսագետն է Եվրոպարլամենտում բացատրում եւ ապացուցում Եվրոպարլամենտի թոշակ ստացող պատգամավորներին ամիսը 10,000 եվրո։ Խոսած մերձբալթյան երկրների մասին։ Էստոնիայի ստահակ պրեմիեր-մինիստրը հիմա միջազգային դերակատար է Եվրոպարլամենտում։ Կալա Կալե մի տհաս տիկնիկ Ուրսուլա ֆոն դեր Լայնի գրպանի տեղակալ։ Էստոնիայում Ջեֆրի Սաքսն է ասում 25% ռուսներ կան, նույնպես Լատվիայում, եւ նրանց ստիպում են, որպեսզի մայրենի լեզվով չխոսեն։ Եվ հրահրում են եվրոպական այլ հզոր երկրներին, որպեսզի զինվեն եւ պատերազմեն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքում, արհեստական ստեղծված, այսպես կոչված Ուկրաինա պետության տարածքում։ Եվ ինչ պետք է հասկանան այն տհաս Եվրոպարլամենտի տհաս դեպուտատները, որոնք նույնպես անգրագետ են, չգիտեն ինչը երբ է կառուցվել, ինչպես է կառուցվել եւ ինչպես է կործանվել։ Խոսեցի Ռումինիայի եւ Բուլղարիայի մասին։ Նրանց նույնիսկ զարգացած եվրոպական երկրներ չեն թույլատրում գալ։ Լեհերը ներխուժել են թե Գերմանիա, թե Անգլիա, թե Հոլանդիա եւ սևով աշխատողների 90%-ը լեհեր են, որոնք ՍՍՄ ժամանակ էլ բացատրել եմ սպեկուլյանտների ամենամեծ համբավ ունեցող ազգությունն էին։ Ջեֆրի Սաքսը սկսած Սայրուս Վենսից, Բժազինսկուց հասել է մինչև այսօրվա բոլոր ղեկավարների աստիճանի խորհրդական միջազգային հարցերով։ Երեք դեռ ասացի, որ նույնիսկ Անկարայում Ուկրաինայի այսպես կոչված ղեկավարի եւ մարդակեր Էրդողանի հանդիպման ժամանակ նա որպես վերլուծաբան խորհրդական էր Ամերիկայից ուղարկվել։ Մայդանի ժամանակ, երբ որ Մայդանում կարկանդակներ էր Նուլանդը բաժանում, բացատրեց, թե ինչքան գումար է տրվել Ամերիկայից, որպեսզի գունավոր հեղափոխություն, հեղաշրջում կատարվի Ուկրաինայում։ Բոլոր համաշխարհային կարևոր գործողությունների ժամանակ որպես խորհրդական է եղել նա։ Եվ գիտեք ամենասարսափելին եվրոպացիների համար այն միտքն էր, որ ասաց նա Ջեֆրի Սաքսը, որ Ամերիկան դա անգլոսաքսերի քաղաքականությունը տանող մի կառավարություն է, իսկ այժմ ենթարկվող հրեաներին։ Բառացիորեն նա ասում է, որ հրեաների լոբին ստիպում է անել այն, ինչը ոչ ոք մինչև օրս չի արել։ Ինչպես կարելի է պաղեստինցիներին իրենց բնօրանից վտարել, ինչպես արցախցիներին վտարեցին։ Եվ դա Դոնալդ Թրամփն է, որ ասում են մեր տհաս լրագրողները դրանով ինչ է ապացուցում են, որ անգլերեն գիտեն, անգրագետ տհասներ ուղակի։
նույն վաշխառու անգլոսաքսի քաղաքականությունը տանող կառավարություն է նա համարում։ Եվ այսօր ցանկությունս, որպեսզի նորից այդ մարդու մասին խոսեմ եւ բացատրեմ, այն էր, որ նա ասեց, որ կուսակցությունները դա ուղղակի մաֆիաներ են, հաջողվածները մաֆիաներ են, չհաջողվածները ուղղակի շղարշ մարդկանց խաբելու եւ ապակողնորոշելու համար։ Բացատրեց այսպես, որ Ամերիկայում թե հանրապետականները, թե դեմոկրատները նույն աղբն են։ Եվ նա ժամանակին երիտասարդ ժամանակ եղել է դեմոկրատական կուսակցության անդամ, հրաժարվել է եւ քարոզում է, որ կուսակցությունները դրանք բոլորն էլ նույն աղբն են։ Իսկ Հայաստանում, նորից կրկնեմ, ով տնից խռոված դուրս է գալիս, կուսակցություն է ստեղծում։ Նորից հիշեմ Լոնդոնում ֆինլանդացի աղջկա խոսքերը, որտեղ 3 հայ է հավաքվում, 5 կուսակցություն են ներկայացնում։ Եվ դեմոկրատիա բառը որպես աղբ նույնպես ներկայացրեց Ջեֆրի Սաքսը Եվրոպարլամենտում։ Եվրոպարլամենտում այն ստահակների, մորթապաշտ ստահակների կազմակերպությունն է, որ զբաղված են միայն իրենց պարգևավճարներով, այսպես կոչված։ Այն խեղաթյուրված տհաս, որ ասում էր բաները, ձեռքերն էլ ուղղակի խելակորույս գժի ժեստիկուլյացիա։ Բաները նույնպես Եվրոպարլամենտում են կողոպտում։ Ընդամենը մեկ անգամ եմ եղել Եվրոպարլամենտում իմ անձնական հարցով։ Այնպես ստորացրեցի եւ ցածրացրեցի, տղաս ինձ ասում է, դա տեղական իշխանությունները պետք է այդ հարցը լուծեն։ Ասեցի, դու հասկանում ես, դու ով ես։ Դու ընտրվել ես ոչ մեր կամքից կախված եւ պետք է ապահովես տեղական կառավարության մարմինների սխալները ուղղելու համար։ Եվ նա խնդրեց ինձ, որպեսզի սպասեմ, որ մի գրություն տա ինձ, ասեցի ոչ, հասցե կտամ, հասցեով կուղարկես։ Հասկանում եք, դա էլ կոպիտ սխալ էր։ Եթե ես վերցնեի բերեի, տեղական մարմինները կարող է եւ չհավատային, որ նրանցից է։ Եվ իմ պահանջը ստիպեցի, որ ի կատարածվի։ Եվ ինչ այս ելույթները ես ունենում եմ սկզբում Հայաստանի լրատվական գործակալությունների միջոցով, ինչպիսին Նոյան Տապանն էր մեծամասամբ այնտեղ, Հայելի ակումբում մի անգամ սխալվել եմ եւ Բաց TV-ում։ Այսինքն առաջին օրվանից ես նույն խոսքերն եմ ասել, ինչ որ այսօր Ջեֆրի Սաքսը Եվրոպարլամենտում է բացահայտ կերպով արտասանում։ Եվ ոչ թե արտասանում է, այլ նրանց դաս է տալիս, որ չի կարելի հրեական լոբիի տակ գտնվող ամերիկյան կառավարությանը, անգլոսաքսերի կառավարությանը, անկախ նրանից, թե դեմոկրատ են, թե հանրապետական, միևնույն է, դա հակամարտկային քաղաքականություն տանող մի մաֆիա է։ Այնպես որ այնինչ 7 տարի բացատրում եւ հասկացնում եմ մեր աղտոտված ժանտախտի մեջ տառապող ամբոխին բացահայտ կերպով արտասանեց
ամբողջ աշխարհում ընդունված մի վերլուծաբան, տնտեսագետ, պրոֆեսոր, այնպես որ կուսակցությունները Հայաստանում ընդհանրապես պետք է վերացվեն եւ անգլոսաքսերի կողմից ստեղծված ժողովրդավարություն հասկացողությունը նույնպես պետք է վերացվի մեր հանրապետության տարածքով մեկ։ Այսինքն բոլոր կուսակցությունները պետք է վերացվեն, երբ որ ամեն օր լսվում է միացում, միավորում, ինչպես բաժանվելով կուսակցությունների մեջ, այդպես է միանալու։ Ոչ ոք այն միտքը, որ կարող է փրկել մեր պետությունը, պետականությունը, որ կուսակցություններից պետք է մենք ուղղակի ազատվենք, այդ կործանարար, այսպես կոչված ժողովրդավարական ինստիտուտներից նույնպես, անժամկետ անկուսակցական ազգային խորհուրդ պետք է ստեղծվի իր ատյանով եւ նույնիսկ ոստիկանություն եւ դատախազություններ պետք է վերացվի, դատախազով այդ տհաս տիկնիկը պայքարել եմ իրոք թշնամու դեմ, Գևորգյան Արտոյի դեմ, որ Գդելյանն ասեց, այս ինչ ես անում Արտո, հասկանում եք ինչի մասին է խոսքը, իսկ այսօր ով է, մի բարոյազուրկ տիկնիկ, գեներալի ուսադիրներով, 1000-րդ անգամ պետք է կրկնեմ եւ քարոզեմ, որպեսզի հասկանաք մեզ անժամկետ անկուսակցական ոչ ժողովրդավարական, այլ ազգային կառավարություն է պետք իր ատյանով եւ ատյանը առաջին իսկ օրվանից պետք է լծվի այնպիսի աշխատանքի, որ վերացվի մեր մեջ թշնամիներին եւ մորթապաշտներին, հակազգային գործող կուսակցությունների ներկայացուցիչներին, այսպես են միավորվում, խաղաղություն չեն մուրում, խաղաղության հասնում են պայքարով, որը մեկ անգամ վերջին 30 տարվա մեջ մենք կորցրել ենք Ստահակ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ ինչ կատարվեց այդ զինադադարի հաստատման ժամանակ, Գրաչովը ասեց, ես ուղղակի զարմացել եմ, Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր, որ հայերը այսպիսի համաձայնության գնացին, ցավալի է, բայց փաստ է։